Գործատուն ինքը գործ ունի ոչ միայն անձի կատարած աշխատանքի հետ, այլ նաև անձի հետ գործ ունի։ Եվ դեռևս ոչ վաղ անցյալում, մոտավորապես երևի թե մի շաբաթ առաջ, մի մեծ կազմակերպության հետ էի աշխատում եւ այնտեղ հիմնական խնդիրը կայանում էր նրանում, որ մարդիկ դժգոհում էին ոչ թե նրանից, որ աշխատողները ինչ որ մի աշխատանք, ասենք թե թերանում են, այլ դժգոհում են նրանից, որ աշխատողը կարող է այդ աշխատանքը իրականացնել, այսինքն գիտելիքներ, կարողություններ ամեն ինչ երիքում է, բայց իրենք աշխատողից չեն կարողանում ստանալ այդ աշխատանքը, քանի որ աշխատողը ունի անձնային որոշակի խնդիրներ եւ ասում են մենք իրենց հոգեբան լինել չենք կարող, բայց ինչպես անել այդ դեպքում։ Այս դեպքում ստացվում է, որ մի կողմից գայթակղությունը, որ աշխատակիցը ինքը կարող է այդ աշխատանքը իրականացնել, մյուս կողմից անհնարինությունը աշխատողից դա ստանալ։ Եվ այս երևույթը բերում է նրան, որ դա դառնում է գործատուի խնդիրը։ Եվ գործատուները սովորաբար ինչպես են վերաբերվում սրան, գործատուները ամենաշատը, որ կարող են անել այդ պարագայում, հոգեբանական ինտելեկտի բարձրացումն է։ Այսօր շատ տենց տարածված է հուզական ինտելեկտ, այսինքն թե մարդը ինչպես կարող է իր հույզերի հետ գործ ունենալ, բայց թերևս ես շատ ավելի կողմնակից եմ հոգեբանական ինտելեկտ եզրույթին, ինչու համար, որովհետև երբ որ մարդիկ գիտեն հոգեբանական խնդիրների տեղը, դրսևորումները եւ այլ, այս դեպքում արդեն մարդու մոտ առաջանում է այդ գաղափարը, որ գուցե ին վրա աշխատեմ, գուցե ինչ որ Այսինքն անհրաժեշտ է, որպեսզի մարդը տեսնի, որ ինքը ունի խնդիր։ Այլապես մեր հոգեբանական խնդիրները իրենք այդպիսի բնույթ ունեն, իրենք շատ խնամքով թաքնվում են։ Աշխատանքի մեջ, այլ մարդկանց մեջ, որտեվ հարմար է, որտեվ հարմար է դրանց թաքցնելը։ Եվ այս դեպքում գործատուների հիմնական խնդիրը կայանում է նրանում, որպեսզի հոգեբանական ինտելեկտի բարձրացման հետ տարվի աշխատանքներ։ Այդ աշխատանքը ձեռնտու է եւ գործատուին եւ աշխատակցի համար, որտեղ աշխատակիցը ինքը իր հոգեբանական խնդիրները կփորձի լուծել եւ կդառնա շատ ավելի լավ աշխատակից։